Շնորհակալություն պարոն Խուդացյան ներկայացնելու համար։ Ես մի քանի հարց ունեմ, որից մի մասը ճանապարհներին է վերաբերում, մի մասն էլ հանքարդյունաբերությանը, որտեղ դուք եք տալիս հանքարդյունաբերության թույլտվության լիցենզիաները։ Ճանապարհների մասով մի հարց խնդրանք առաջարկ։ Տեսեք, պարոն Խուդացյան, մենք հաճախ ճանապարհները կառուցում ենք, լավ հանձնում ենք սպասարկման, բայց հետո սպասարկման ժամանակ նկատում ենք տարբեր թերություններ։ Ես ուզում եմ հասկանալ ինչ մեխանիզմներ կան դա լավարկելու համար եւ արդյոք օրինակ մտածել եք նույն հանրության կողմից մասնակցության հարցը, ինչպես օրինակ Երևանի քաղաքապետարանն է իրականացնում իրենց այդ active citizen հավելվածով, որտեղ մենք ինքներս տեսնում ենք հաճախ ճանապարհներին ինչ որ խոչընդոտներ, հատկապես մանր, որոնք հնարավոր է շատ արագ շտկել, բայց տենց ամիսներով իրանք մնում են, մտածում ես կամ սպասարկողները վաղուց այդ տարածքով չեն անցել, կամ անցել են, չտեսնելու են տվել։ Նույն ուրիշ հարց էլ այդտեղ սատկած կենդանիների հարցն է, երբ որ կիլոմետրը մեկ մի հատ շուն, կատու, չգիտեմ, այլ վայրի կենդաններ, էլ հակասանիտարական վիճակը էլ չեմ ասում։ Այդ մեկ որպես հարց, պարոն Խուդացյան, սպասարկման մասով մի հատ ենթահարց, որը ես այդտեղ արդեն երևի 4-րդ տարին է տալիս եմ, բայց տենց էլ չգիտեմ, պատասխանը դրական երբ եմ ստանալու, երբ ենք դադարելու ներկել ճանապարհները բաժանող բետոնները, որը անիմաստ ծախս է եւ աշխարհում գրեթե ոչ միտեղ չի իրականացվում, այլ տեսանյութեր եմ հրապարակել եւ այլն, ու ավելին ասեմ, այդ ներկելը ավելի շուտ է փչացնում այդ բետոնները, քան թե չներկելը, եւ դրան ավելի երկարատև եւ էժան լուծում կա անդրադարձիչները դնել եւ սպասարկել այդ անդրադարձիչները։ Այս ճանապարհների մասով եւ երկու կարճ հարցեր, պարոն Թունյան, եթե թույլ տաք, Դիլիջանի թունելից ինչ կասեք, պարոն Խուդացյան, այդտեղ ինչ լուծումներ ունեն, գիտեմ, որ ուսումնասիրություն էր իրականացվում, կամ պետք է վերանորոգեին, կամ հետո հասկացանք, որ վերանորոգելը չի ստացվում, նորը պետք է կառուցենք, այդ մասով ինչ զարգացումներ ունենք, ու հանքերից Ես սենց ոչինչ չէ, որ սենց տալիս եմ, հետո պարոն Խուդացյանը պատասխանի պարոն Թունյան մի քիչ շատ։ Հա, ուրեմն վերջերս հատկապես անցյալ տարի աշնանը եւ հատկապես այս գարնանը շատ է խոսվում Երևանում փոշու մասին։ Փոշի, քամիների ժամանակ փոշի եւ այլն, ու մի քանի ուղղություն կա, թե ինչու է Երևանում փոշի։ Դրանցից մեկը ջրաբերի հանքերն են ավազային, որոնց թույլտվությունները իմ մոտ կա տեղեկանք 12 թույլտվության, որոնց թույլտվությունները տարբեր տարիների են տրվել 12, 12, 18, 22, 18, 12, 12 ու որից մեկը այս վերջերս է տրվել 03-01-2025 թիվ։ Հիմա բոլորս այդ ճանապարհով երթևեկում ենք եւ շատ ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկն է, որ գնում ենք դեպի Սևան, ճանապարհի աջ եւ ձախ կողմերում տեսնում ենք այդ հանքերը, տեսնում ենք այդ փոշին, ճանապարհի վրա լցվող փոշին եւ քամու միջոցով Երևան բերվող փոշին։ Հիմա ճիշտ է, տկենի գործը չի փոշու դեմ պայքարը, այսպես ասած ենթադրում եմ, բայց արդյոք օրինակ նոր լիցենզիաներ տրամադրելը դրա մեջ չի մտնում, որ տեսնելով իրավիճակը դադարենք այդտեղ գոնե նոր լիցենզիաներ տրամադրել եւ գործող լիցենզիաների կատարման ընթացքն էլ այո տեսչական մարմինների միջոցով կամ շրջակա միջավայրի նախարարության ինչ որ ռեկուլտիվացիայի կամ այլ ծրագրերի միջոցով լուծենք, որովհետեւ տենց անverջ կարող ենք իրար մեղադրել կամ բարձրացնել այս հարցը, բայց երբեք էլ լուծում չստանալ եւ այս ամենաբաներից մեկն է փոշու գոյացման աղբյուրներից մեկը էսա, որ ինչ ուզում ենք մենք Երևանում անենք, ինչքան ուզում է շենքերի վրա ցանցեր կառուցենք, չգիտեմ, բեռնատարների ակերը լվանանք, շինհրապարակները ուղենք, եթե ինչ որ մի տեղից իսկ քամիները փչում են այնտեղից փոշի է գալու, մեկը փոշի ալնելու Երևանում։ Ես խնդրում եմ այս հարցով մի հատ նախարարության դիրքորոշումը ասեք։ Եվ նաեւ այն տեսանկյունից արդյոք այս հանքերը անփոխարինելի են Երևանին մոտ գտնվող այս ջրաբերի հանքերը, թե ուրիշ տեղից էլ կարելի է ավազ ստանալ ու ավելի լավ պայմաններում, որը բնակավայրերում այսքան մեծ փոշի չգեներացնի։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Խուդացյան։ Պարոն Թորոսյան, հարցերի համար երևի ամենասկզբից այն հերթականության, որ տվել եք, այդ նույն հերթականությամբ էլ փորձեմ պատասխանել։
նախ մեր բոլոր համայնքային կայքերը եւ ճանապարհային դեպարտամենտի կայքը առանձին ունի այնպիսի հնարավորություն, ինչպիսին մոտավորապես տալիս է ակտիվ քաղաքացին, խոսքը նկատի ունեմ հետադարձ կապի ապահովման մասով, չնայած դրանք ավարչապետի հանձնարարական, որ միասնական հարթակ ստեղծեն եւ մեր գործընկերները հիմա այս օրերին աշխատում են այդ ուղղությամբ եւ կարծում եմ մոտակա ամիսների ընթացքում մենք եւս միասնական հարթակ կունենանք, որը կկապի ուրեմն հանրապետության տարբեր համայնքների տարբեր խնդիրներ եւ դրանց համակարգումը կանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներգրավելով հենց ուղիղ համայնքներին եւ նաեւ ճանապարհային դեպարտամենտին խոսքը ոչ միայն ճանապարհներին է վերաբերվում, այլև տարատեսակ խնդիրներին, որոնք մարդիկ ականատես են լինում համայնքներում եւ համայնքներից դուրս։ Ճանապարհների սպասարկման հետ կապված պիտի ասեմ, որ երկու տեսակի իրավիճակ ունենք, առաջինը ճանապարհներ, որոնք ավարտվել են եւ օրենքով սահմանված կարգով հանձնվել են ճանապարհների սպասարկման, այսինքն այնտեղ մրցութային գործընթաց է եղել պայմանագրերի շրջանակներում, իսկ այդ պայմանագրերը ներառում են ինչպես մաքրություն, այնպես էլ կողմնակների հարդարում, ըստ անհրաժեշտության փոսային նորոգման աշխատանքներ, ամառային եւ ձմեռային սպասարկման աշխատանքներ գծանշում այդ մասով որտեղ ունենք պայմանագիր իրավիճակը բավականին լավ է, չնայած պիտի արձանագրեմ, որ վերջին 2-3 ամսվա ընթացքում շուրջ 20-ի հասնող ուրեմն կազմակերպությունների չի վճարվել ավելի քան 100 միլիոն դրամ գումար, այդ կազմակերպությունները ստիպված են եղել աշխատանքներ իրականացնել 2 անգամ, այն աշխատանքները, որոնք այլևս այդ ժամանակը բաց է թողնված, իրենք չեն կարողացել լրացնել եւ ավելի քան 100 միլիոն դրամ այդ մասով իրենք պակաս են վճարվել, կարծում եմ հետևողականությունը կբերի ցանկալի արդյունքին։ Բետոնների ներկման հետ կապված պիտի ասեմ, ուսումնասիրություն կիրականացնենք անպայման, եթե պարզվի, որ այնտեղ միայն տեսքով է պայմանավորված եւ անվտանգության որևէ կոմպոնենտ չկա, կքննարկենք նաեւ այդտեղ ներկում չիրականացնելու տարբերակը, ելի եմ ասում եմ պարագայում, երբ որ պարզվի, որ դա անվտանգության հետ կապված հարց չի, այլ ավելի շատ տեսքի հետ կապված հարց է։ Դիլիջանի թունելի մասով պիտի ասեմ, մենք այստեղ թունելի հետ կապված երկու տարբերակ ենք քննարկել, առաջին տարբերակը, երբ որ պիտի ուրեմն վերանորոգենք, հիմնանորոգենք թունելը, որովհետև թունելը իսկապես նորոգման կարիք ունի, այդ դեպքում դրան գումարվում էր նաև Սեմյոնովկայով անցնող ճանապարհը միջպետական ստանդարտների բերելը, որը լրացուցիչ ուրեմն ծախս է ենթադրում պետական բյուջեի համար, պիտի ասեմ, որ դա էլ իր հերթին կարճաժամկետ էր լինելու, որովհետև հասկանալի է, որ թունելը հետո շահագործումից հանձնելուց հետո մենք այդ ստանդարտներին համապատասխանող ճանապարհ մեծ հաշվով այդպիսի կարիք էլ չէինք ունենալու, որովհետև ինչպես հիմա այնպես էլ թունելի շահագործման հանձնելուց հետո հիմնական երթևեկությունը դեպի Տավուշի մարզ անցնելու էր թունելով։ Այս երկուսի պարագայում, այսինքն թունելի հիմնանորոգում գումարած Սեմյոնովկայի ճանապարհի միջպետականի ստանդարտներին բերելը նույն ֆինանսական հետևանքներ առաջացնելու բյուջեի համար ինչ որ նոր թունելի կառուցում է եւ մենք այս պահին արդեն պիտի ասեմ, որ որոշում ունենք Դիլիջանի թունելի անմիջապես կողքով նոր թունելի կառուցման նախագծի վրա ենք այս պահին աշխատում, առաջիկայում ավելի կոնկրետություն կունենանք, թե կոնկրետ որ հատվածով կանցնի թունելը, բայց այդ մասով վերջնական որոշում ունենք։ Դրան զուգահեռ թունելը հիմա ընթացիկ նորոգման կենթարկվի, որը հնարավորություն կտա երթևեկը պահպանել այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի մինչև նոր թունելի կառուցման եւ շահագործման հանձնելը, որից հետո գոյություն ունեցող թունելը կմնա որպես երկրորդ թունել, այսինքն վթարային իրավիճակների համար եւ այսպիսով այդտեղ էլ անվտանգության մակարդակը էականորեն կբարձրանա։ Ավազի հանքերի ու ընդհանրապես ընդերկօգտագործման մասով պիտի ասեմ, որ վերջին ընթացքում բավական պակասել է նոր լիցենզիաների տրամադրումը, ես այս բանին ձեռքից տակ կոնկրետ համեմատական չունեմ, բայց խոստանում եմ անպայման փոխանցել ձեզ։ Մենք մետաղական եւ ոչ մետաղական հանքերի մասով հիմա խիստ վերահսկողություն ենք իրականացնում, առաջին հերթին լիցենզիա տրամադրելուց մեծ ուրեմն ուշադրություն ենք դարձնում ռեկուլտիվացիայի ծրագրին, այսինքն եւ դրա հետագա պահպանմանը։ Պիտի ասեմ, որ ավազի հետ կապված այո, այդպիսի մտահոգություն կա, բայց մտահոգությունը այս պահին շատ ավելի սրված է Արաքսի հովտում եւ մենք այնտեղ զերծ ենք մնում նոր լիցենզիաների տրամադրումից, մինչեւ ուրեմն լվացման հատուկ կայանի կառուցումը, որը հնարավորություն կտա առանց գետի հունին ուրեմն փոփոխություններ անելու ավազի արդյունահանում իրականացնել։ Արաքսի հովտում այս պահին այդ մասով խիստ սահմանափակումներ ունենք եւ արդեն տրված լիցենզիաների մասով էլ խիստ վերահսկողություն ունենք։ Կարող ենք քննարկել մերձ Երևանյան հատվածներում ավելի զերծ մնանք լիցենզիաներ
տրամադրելուց, չնայած պիտի ասեմ, որ վերջին ուրեմն մի քանի ամսվա ընթացքում լիցենզիաների քանակը էապես պակասել է եւ եթե չեմ սխալվում, այդպիսի առնվազն վերջի 3-4 ամսվա ընթացքում այդպիսի 1 կամ 2 դեպք ունի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Ոնց որ թե մյուս հարցերին անդրադարձա։ Շնորհակալություն, պարոն Խուդացյան, ես կարճ արձագանքեմ, տեսեք, ուրեմն վերջի լիցենզիան ավազի տրվել է 03/01/2025 թիվ, այսինքն հունվարի 3-ին, դրանից առաջ տրվել է 30/12/2022 թիվ, այնպես չի, որ ամիսը մեկ լիցենզիա է տրվում, այսինքն եւ 3 տարի առաջ է տրվել դրանից, բայց նորը ամեն դեպքում տրվել է ու տրվել է մի կազմակերպություն, որը արդեն ունի 12-ից 35 թվականների լիցենզիա, ենթադրում եմ, այնպես մոտավորապես ընդլայնման նպատակով, ենթադրում եմ, տեղում չգիտեմ։ Հարցը հիմնականում հետևյալն է. պարզ է, որ ավազը պետք է շինարարության համար եւ ջրաբերը մոտ է Երևանին, որտեղ կենտրոնացած է շինարարության ամենամեծ ծավալը, բայց արդյոք մենք այս կոմպրոմիսին պիտի գնանք, որ քանի որ դա մոտ է եւ արդյոք չկան այլ հանքավայրեր, որոնք ոչ միջպետական ճանապարհի վրա են, ճանապարհն էլ է այդտեղ, ոչ ինչ որ լանդշաֆտն են փոխում կտրուկ։ Դուք տեսնում եք, այդ սարերը ոնց են տենց ամիսների, տարիների ընթացքում իջնում, այդտեղ շուտով հարթավայր է լինելու, ոչ թե լեռնային լանդշաֆտ։ Եվ մենք չենք կարող ուղղորդել նույն հանքարդյունաբերությունը ուրիշ տեղեր, որոնք ավելի ընդունելի կլինեն նաև բնակլիմական եւ այդ շմագի տեսանկյունից։ Ասում եմ, նաև Երևանի պես քաղաք Հայաստանում դժբախտաբար չկա, որտեղ լավ կլիներ, որ փոքր քաղաքներ ունենայինք ավելի շատ, քան թե մի հատ միլիոնից ավել, բայց այդպես է ստացվել։ Ու այդ քամիներն էլ գալիս են դեպի Երևան, այսինքն այս տեսանկյունից է հարցին պետք նայել։ Մեկ էլ պարոն Խուդացյան, այն անվտանգության համար, որ ասացիք ներկելու, տեսեք, ուրեմն այդ ամեն ինչը նախատեսված է մի գոստով, որը դուք եք հաստատում։ Մենք Տիկին Ղալեչյանի հետ շատ ենք խոսել դրա մասին եւ ես պնդում եմ, որ այդ գոստը պետքա փոխվի ու շատ վաղուց պետքա փոխվեր, որտեվ աշխարհի շատ քիչ երկրներում եմ ես տեսել, որ տարեկան մի քանի անգամ բետոն են ներկում, որը ավազից հետո թափվում է ու իրեն նորից ներկում են ու դրան ուրիշ լուծում կա։ Ուրիշ լուծումը անդրադարձիչներն են, ավելին ասեմ, որոշ երկրներում անդրադարձիչները չկան, օրինակ գերմանական ավտոբանների վրա, որոնք հիմա կարող ենք ասել, որ պարզա մեր ճանապարհները ավտոբան չեն, մենակ նորմալ գծանշում կա ասֆալտի վրա, լավ սպիտակ ներկ, նույնիսկ այդ բետոնների վրա այդ անդրադարձիչներն էլ չկան, որտեղ փորձը ցույց է տվել, որ դա անիմաստ է։ Մենք Երևանում դա տեսնում ենք հաճախ ու Երևանի գործընկերներն ասում են, լավ, ինչ է Կիսակով, չգիտեմ, Միասնիկյան, Արշակունյաց տարին մի քանի անգամ ներկում, որը մի քանի անձրևից հետո դա ըստ էության պետական միջոցների բան է, ոչ արդյունավետ ծախս է ըստ ինձ։ Բոլորը հղում են կատարում այդ գոստին։ Հիմա ես խնդրում եմ եւ առաջարկում եմ այդ գոստը ի վերջո փոխել, որովհետև նորից եմ կրկնում, մենք ուրիշ մոլորակի վրա չենք ապրում, այդ նույն տեսակով, նույն ձևով երկրներ կան, նույն մոտավորապես ճանապարհներով, որոնք դա չեն անում։ Այս էր ասածը, շնորհակալություն։ Շատ լավ, երևի լիցենզիայի տրամադրման հարցից հետ գամ։ Մենք միջինը ուրեմն մի լիցենզիա տրամադրելու տևողությունը տևում է 8 ամիս, 9 ամիս, մի տարի, հետեւաբար եւ անցնում է մի քանի գերատեսչություններով եւ հետեւաբար շատ մեծ հավանականություն է, որ այդ process-ը ընթացքի մեջ է եղել եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ընդամենը վերջին փուլում արդեն ամբողջական process-ը ավարտելուց հետո տվել է լիցենզիա, սովորաբար այնտեղ որտեղ հնարավոր է զերծ մնալ լիցենզիաների տրամադրումից մենք այդտեղ հենց այդ տարբերակով էլ գնում ենք։ Պարոն Թովսյան, պիտի ասեմ, այդ նկատի ունեի գոստի փոփոխության հետ կապված, եթե պարզվի, որ այդտեղ անվտանգության հարց չկա, մենք այդ գոստը կփոխենք, շատ լավ, առավել եւս եթե չկա, կգնանք գոստը փոխելու ճանապարհով, պիտի ասեմ, որ երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ մենք ձեր նշած բոլոր քայլերը գրեթե համաժամանակի ենք անում, մասնավորապես վերջին տարվա փոփոխությունով պայմանավորված մեր միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները գծանշվում են տերմոպլեքս գունանյութով, որը վատ եղանակային պայմաններին ավելի տեսանելի է, ինքը ավելի լավ լուսանդրադարձիչ հատկություն ունի եւ նաեւ ավելի երկար է ծառայում, սովորական գծանշումով մենք տարվա ընթացքում 2 անգամ ենք այդպիսի գծանշման աշխատանքներ իրականացնում նույն ճանապարհի վրա, որն էլ շատ հաճախ գծանշումից 1-2
2-3 ամիս հետո կախված ներքի նյութից սովորաբար աշնան վերջին արդեն գծանշված նորմալ ճանապարհներ չէինք ունենում եւ մինչեւ գարնան սկիզբ էլ քանի չէր օրերը տաքացել եւ առաջին գծանշումը անում, այսպիսով Thermoplex այդ հարցի լուծումը տալիս է։ Լուսանդրադարձիչներ իհարկե մեր միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների բազմաթիվ հատվածներում, մանավանդ այնտեղ որտեղ կան արգելապատնեշներ, մենք այնտեղ դա էլ ենք օգտագործում, պիտի ասեմ, որ այս թվարկվածները եւ տրամաբանության մեջ իրականացվող աշխատանքներ են, ելի պիտի ասեմ, եթե գոստի հետ կապված անվտանգության նկատառում գործընկերները չտեսնեն, մենք այնտեղ այդ փոփոխությունը կանենք, համաձայն եմ։